Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր պաշտոնական այցով կժամանի Երևան քննարկելու երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, հայտնել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Խոսնակը հայտնել է նաև, որ Արաղչին կհանդիպի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև վարչապետի և Հայաստանի իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ։ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագծին։ Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ներառվեց վաղը մեկնարկող նիստերի օրակարգ։ Օրինագծի քվեարկությունը հետաձգվել էր հանձնաժողովի մարտի 3-ի նիստում։ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը, որը ազգային ժողով է հասել Եվրաքվե նախաձեռնության միջոցով, խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է փետրվարի 12-ին։ Որևէ բանի մասին լիարժեք վստահություն հնարավոր չէ ունենալ, փոխարտգործնախարար Պարուլ Հովհաննիսյանը այսպես արձագանքեց Ազատության հարցին, թե վստահություն կա արդյոք, որ Բաքուն բացի սահմանային հատվածը առհասարակ պահանջելու է, որ Եվրամիության դիտորդները հեռանան Հայաստանից։ Ոչ մի բանի մեջ երևի ասես լիարժեք վստահություն չեն կարող ունենանք, բայց եթե մենք խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյոք եվրոպական դիտորդները հանդիսանում են ուժ։ Հարցին, թե այդ դեպքում ինչպես է Հայաստանը բանակցել, որ այդպիսի ձևակերպում կա փաստաթղթում եւ վերաբերում է հենց դիտորդներին, փոխարտգործնախարարը նշեց, թե հակասություն չկա։ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դը Կոտինին սկսել է բարեկամության, համերաշխության եւ աջակցության այց Սյունիքի մարզ, տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, նշելով, որ դեսպանն այցելել է Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում գտնվող Արավուս գյուղ։ Հաղորդագրությունում նշվում է նաեւ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արավուսում Ֆրանսիայի աջակցությամբ դիսպանսեր է հիմնել։ Հայաստանում Ֆրանսիան ներդնում է իր միջոցները հավատարիմ իր սկզբունքներին, ասված է դեսպանության հաղորդագրությունում։